Աստրախանը հայ գրչության, եկեղեցու և մեծահարուստների կենտրոնն էր։ 19-րդ դարի կեսերին մի հայ մեծահարուստ աստրախանցի բավականին մեծ գումար է կտակում այն մարդուն, ով կգրի հայերենի արմատական բառարան։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարասկզբին մի քանի փորձեր են կատարել, բայց բոլորն էլ անհաջող։ Իսկ գումարն էլ ժամանակի ընթացքում երկրից երկիր անցնելով սղաճի էր ենթարկվել և դարձել էր բավականին փոքր գումար։ Վերջապես 20-րդ դարի երկրորդ կեսի սկզբին Հրաչյա Աճարյանը ստեղծեց հայերենի արմատական բառարանը, բայց նույնիսկ Հրաչյա Աճարյանը չէր կարող ստանալ այդ գումարը, եթե նույնիսկ այն մեծ լիներ կամ փոքր։ Քանի որ Հրաչյա Աճարյանի արմատական բառարանը լույս տեսավ նրա մահից 18 տարի անց 1971 թվականին։ Նաև պետք է ասել, որ շատ ազգեր կան, նույնիսկ հայերից մեծ, որոնք արմատական բառարաններ չունեն։